Լիլիա էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանից Հայաստան 20 վագոն ադրբեջանական բենզին է տեղափոխվում եւ առաջիկա օրերին կհասնի Հայաստան։ Բենզինի գնի նվազեցում ենք սպասում։ Դժվար է ասել Գառնիկ, իրականում դժվար է ասել, թվում է թե մենք այս լուրի հետ կապված ինչ-որ որոշակիություն ունենք, բայց իրականում թվացյալ որոշակիություն է, որովհետև հարցին ի պատասխան ինչ գնով է գալիս, հնչում է, որ դրա հետ կապված մասնավոր տիրույթում է, իրենք չեն խառնում։ Պապոյանը ինքն էլ այո, կա հարց, որքանով է սա շարունակական լինելու, որին պատասխանը հնչում է, որ շարունակական կլինի, բայց հետագան կախված է շուկայական պայմաններից։ Այսինքն, տես անգամ շարունակականության հետ կապված մատակարարումների, ինչպիսին կլինեն այդ շուկայական պայմանները հետագայում, նորից չկա որոշակիություն։ Ինչ սակագնով է վաճառվելու, չկա որոշակիություն։ Ինչ արդեն մեր երկրում ինչ գնով, ինչպիսին կլինի ինքնարժեքը, չկա որոշակիություն, որովհետև մատակարարման ծախսերի հետ կապված դրանք այսօր անկայուն են։ Ես պատասխաններն եմ հնչեցնում, այսօր դրանք անկայուն են, հետագայում եւս կլինեն անկայունություն։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք այս թեմայի շուրջ զրուցել ենք, խոսել ենք, որ շատ անորոշ է ամեն ինչ։ Իրականում այսօր եւս այս թվացյալ որոշակիությունը չափելի ոչ մի պարամետր չի տալիս հասկանալու համար, օրինակ, դա որոշակի գնային փոփոխություն մեր երկրում կառաջացնի, թե ոչ։ Բայց այդուամենայնիվ ներողություն, ես առաջարկում եմ գոնե ինչ-որ չափով որոշակիություն մտցնել։ Այդ բենզինը մենք ինչ ենք անելու, ինչ-որ արտադրության մեջ է կիրառվելու, թե ավտոմեքենաների լիցքավորման մեջ է կիրառվելու, մասնավորն է գնել, թե որ կազմակերպությունները, դա էլ Պապոյանը չի հայտնում։ Ենթադրաբար դա պարզապես ավտոմեքենաների շահագործման համար վերավաճառվող բենզին պիտի լինի։ Այդ մասով էլ ախր մենք խնդիր ունենք։ Մենք ունենք մեր շուկայի որոշակի առանձնահատկությունները, երբ նույն բենզինի կոնկրետ բենզին, դիզվառելիքի գները միայն գնման գնով չեն պայմանավորվում։ Այսինքն մեր շուկան հիմնականում մի քանի խոշոր ներգրողներ են, որոնք շատ հաճախ առնվազն նման ահազանգեր կան, որոնք կարծես թե չեն հերկվում կամ հիմնավոր կերպով չեն հերկվում, շատ հաճախ ունենում են գնային պայմանավորված քաղաքականություն։ Հետևաբար տեսականորեն Գառնիկ, որքան շատ լինեն ներմուծողները եւ որքան շատ լինեն ներմուծման ուղղությունները դասական շուկայական հարաբերությունների պայմաններում դա ենթադրում է մրցակցային միջավայր, հետեւաբար նաեւ մրցակցային գնառաչարկի հնարավորություն, բայց այստեղ կան բայցերի այդպես հաջորդականություն, այն բայցերը, որի մասին խոսեցին կապված անորոշությունների հետ, արդեն գալով մեր շուկայի առանձնահատկությունների։ Լոգիստիկ ճանապարհը ավելի չի կրճատվելու։ Լոգիստիկ ճանապարհը կրճատվելու է, բայց շուկայի առանձնահատկության խնդիրը այստեղից որևէ կերպ չի վերանում։ Եթե դրան գումարենք նաև այն անորոշությունը, որը հենց լոգիստիկայի հետ կապված այսօր նույն էկոնոմիկայի նախարարը պնդում է, որ մատակարարման ծախսերը անկայուն են եւ դրա հետ կապված անկայունություն նաև հետագայում կլինի։ Այսինքն չկա որոշակիություն, կլինի որոշակիություն, գուցե հնարավոր կլինի կանխատեսում անել այդ թվում հնարավոր գնիչեցման եւ այլնի հետ կապված։ Տեսականորեն նորից եմ կրկնում, որքան շատ լինեն մատակարարումները, մատակարարողները եւ ուղղությունները, տեսականորեն դա առաջացնում է առնվազն հնարավորություն ավելի մրցակցային գին ունենալու շուկայում։ Հունվար-փետրվարին արդեն կլինի որոշակիություն շուկայում, բենզինի շուկայում։ Ինձ թվում է հարցի հասցեատերը առնվազն ես չեմ իրականում, յուրաքանչյուրս որպես շահառու, միայն տնտեսական իմաստով նայելուց, որ յուրաքանչյուրս որպես շահառու պիտի մտածենք կամ առնվազն ցանկանանք նման բան։ Բայց այս հարցին առհասարակ միայն տնտեսական կոնտեքստից կամ առաջին հերթին տնտեսական կոնտեքստից մոտենալը իրականում նաև բավական լուրջ խնդիրներ առաջացնում է ոչ միայն բարոյական տեսանկյունից, թեև դա գերակայում է այս խնդրի համատեքստում, բայց ի վերջո մենք էներգակիրները դրանք դասական ապրանքներ չեն, այսպես կոչված քաղաքական ապրանքներ են։ Հետևաբար էներգակիրների հետ կապված, այո, հետևաբար էներգակիրների հետ կապված ցանկացած միջավայր, զարգացում, հնարավորություն եւ այլն նաև շատ այսպես փոխկապակցված է քաղաքականությամբ։ Հետևաբար մենք այս մասով իսկապես բավական մեծ անորոշությունների ներքո ենք։ Ինչին է անդրադառնալու այսօր։ Այսօր կխոսեմ Կենտրոնական բանկի վերջին գործողության մասին, որը փետրվարից ի վեր առաջիններ մասնավորապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման մասին, կփորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված նման գործողությունը։